Կարծում եմ մենք ծավալուն աշխատանք պետք է անենք, մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք, հաստատենք։ Կառավարությունն այսօր հաստատեց ընտրական օրենսգրքի նախագիծը, որն ուղարկվելու է ազգային ժողով քննարկման։ Գործադիրի նիստում ներկայացնելով իրենց մշակած փաստաթուղթը, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, սեղմ ժամկետներում են պատրաստել նախագիծը եւ այժմ ազդարարում են քննարկումների սկիզբը։ Սա ընդհանրապես հենք է, որը հնարավորություն է տալիս սկսելու հանրային քննարկումները։ Մեր կարծիքով բավարար հենք է։ Դավիթ Հարությունյանը հիմնական գծերով ներկայացրեց օրինագիծը։ 40-ից ավելի ընտրատարածքների փոխարեն ձևավորվելու են 13 ընտրատարածք, 4-ը Երևանում եւ 9 մարզերում։ Համամասնական են լինելու ոչ միայն խորհրդարանական ընտրությունները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում եւ Վանաձորում։ Այս քաղաքներում, ինչպես Երևանում, քաղաքապետը կընտրվի ավականու կողմից։ Քվեարկության ժամանակ տեղամասերում ընտրողների գրանցումը լինելու է էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային այս հաշվարկման համակարգը պատշաճ հնարավորություն է ընձեռում պայքարել առավել շատ քննադատվող, առավել շատ մտահոգություն առաջացնող մի երևույթի դեմ։ Դավիթ Հարությունյանն ասաց, ընտրական օրենսգիրքը մշակելիս հաշվի են առել 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ԵԱԳ-ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության առաջարկները։ Հիմնականում այն բոլոր դիտողությունները, որոնք այդ երկու ընտրությունների արդյունքում ներկայացվել են, մենք փորձել ենք այս նախագծում նրանց տալ համապատասխան լուծումներ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը նաև նշեց, ավելի վաղ Վենետիկի հանձնաժողով ուղարկված տարբերակը տարբերվում է այսօր հաստատված նախագծից։ Մենք կարծում ենք, որ այս աշխատանքները պետք է իրականացնենք զուգահեռ։ Մարտի կեսերին սպասում ենք առաջին այցը փորձագետների, եւ նրանց բնականաբար կներկայացնենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կատարել նախագիծը իրենց ուղարկելուց հետո։ Ընդդիմության հիմնական առաջարկները քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերահսկողական լրացուցիչ մեխանիզմների ներդրումը ընտրական օրենսգրքի նախագծում տեղ չեն գտել։ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, սա դեռ նախնական տարբերակն է, քննարկումների արդյունքում փոփոխություններ կլինեն։ Աշխատանք կա, ես ասացի, որ հիմա այս փուլը նոր փուլ է եւ սա նույնպես մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, որ մենք պետք է իսկապես ականջալու լինենք բոլոր տրամաբանական առաջարկներին եւ այդ առաջարկները փորձենք ընդգրկել ընտրական օրենսգրքի մեջ։ Քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու պահանջը նաև Դաշնակցությունն է բարձրացրել, սակայն ընտրական նոր օրենսգրքի նախագծում այն ներառված չէ։ Ռուստամյանն ասում է, Սահմանադրական դատարանի որոշումն է հիմնական խոչընդոտը, որ ցուցակների հրապարակումը համարել է գաղտնիության սկզբունքի խախտում։ Բայց ինչպես կարող ենք Սահմանադրական դատարանի որոշումը նկատի չունենալ, դա դժվար է պատկերացնել։ Միակ տարբերակը, որ որոշումը փոխվի, բայց ինչ ինքով դա պետք է փոխվի, սրանք բոլորը հարցեր են։ Ռուստամյանի կարծիքով քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելուն կարող է փոխարինել տեխնոլոգիաների կիրառումը։ Սարքը պետք է տա մեկ գլխավոր հարցի լուծում։ Պետք է կարողանանք կանխել բազմակի քվեարկությունները այդ սարքերի օգտագործման միջոցով։ Դա ինչպես կկատարենք, սա արդեն կոնկրետ դեպքում ավելի հստակ դա կդրսևորվի։ Կար նաև առաջարկ առանձնացնել ցուցակները, հա, նկատի ունեմ արտերկրում բնակվողների եւ այստեղ բնակվողների, որպեսզի հեշտ լիներ ավելի։ Ես չեմ ուզում շատ առաջ գնալ, բայց եւ նաեւ մեր խոհանոցը բացել, բայց մենք բավականին լուրջ առաջարկներ ունենք նաեւ հենց այդ բազմակի քվեարկությունների հետ կապված այլ ընտրանքային մեխանիզմներ առաջարկելու իմաստով։ Դիմադիրների քննադատությանը, թե նախագծի տեքստը փաստացի գաղտնի է պահվել, բացի այդ առանց բոլոր կողմերի հետ քննարկելու ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, խորհրդարանում իշխանական տեսակետը պաշտպանելու համար լրացուցիչ հաղթաթուղթ ունենալու համար, Արմեն Ռուստամյանը այսպես արձագանքեց։ Իսկ նախապատրաստական փուլը պարտադիր չի տեղ ունենա, բացի հրապարակային, ոչ մի փաստաթղթի վրա չեն աշխատում հրապարակում։ Աշխատում են մասնագետները, պատրաստում են ինչ-որ նախագիծ, որը այնուհետև հրապարակվում է, այդտեղ գաղտնիության խնդիր չկա։ Վենետիկի հետ կապված, Վենետիկի հանձնաժողով ևս հնարավորություն կա ուղարկել, դա վատ չի, որ իրանք հենց սկզբից մտնեն process-ի մեջ։ Ես կարծում եմ, սա ընդհակառակը կօգնի, որպեսզի հենց քննարկումները լինեն ավելի օբյեկտիվ։ Այդ քննադատները ինչից են վախենում։ Վախենում են նրանից, որ կլինի մի ավելի անաչառ մասնագետ, որը կարծիք կասի, որին արդեն իրենք չեն կարող ընդդիմանալ, որտեղ ստեղծ իշխանություններին դեմ խոսելը հեշտ է, բայց անկախ անաչառ մասնագետներին դեմ խոսելը դժվար է, դա իրանց գործն է դժվարացնում, բայց մեր գործը հեշտացնում է, որովհետև մենք մասնագետների հետ միասին քայլում ենք, որպեսզի չսխալվենք։